ես ուղղակի զարմանում եմ, ինչ ժամանակներում ենք ապրում, որ այսքան անխելք ղեկավարներ ունենք։ Ինչ կարող է անել Թրամփը։ Թրամփը սկսել է այդ տարիֆային պատերազմները, ինչպես ասել ենք մենք ամիսներ առաջ, եթե նա այսպիսի ճանապարհով է գնում, նշանակում է, որ ուրիշ երկրները նույնպես տարիֆները կբարձրացնեն, դա վնասելու է առևտրին, միջազգային առևտուրը սկսելու է դանդաղել, գները բարձրանալու են եւ լինելու է տնտեսական ճգնաժամ։ Մենք դա գիտենք 1930-ական թվականներից, գիտենք հետևանքը որն էր, մեծ դեպրեսիան էր 1929-30 թվականներին, որը ջախջախեց արևմուտքի տնտեսությունը, մենք դա գիտենք։ Այսինքն նա ուր է սա տանում, ես չեմ հասկանում, Չինաստանի հետ նա ոնց է առճակատվելու, ես չգիտեմ, քանի որ Չինաստանը միջուկային պետություն է, Չինաստանը տնտեսապես արդեն հավասար է Միացյալ Նահանգներին եւ շուտով անցնելու է Միացյալ Նահանգները, ռազմական ուժերը բավականին լուրջ են, որոշ տեխնոլոգիական դեռ հետամնացություն կա, իհարկե մի քիչ հետ են մնում տեխնոլոգիական առումով, բայց շատ լուրջ ուժեր են։ Միացյալ Նահանգները որևէ ձևով չի կարող առճակատվել Չինաստանին։ Ինչու է սա նա անում եւ որտեղ է տանում, ես չեմ հասկանում։